Բարև ձեզ հարգելի հետևորդներ, մեր տաղավարում հյուրընկալել ենք կյանքի իրավունք հասարակական կազմակերպության նախագահ իրավապաշտպան Ռուզան Ադանալյանին։ Բարև ձեզ Տիկին Ադանալյան, շնորհակալ ենք մեր զրույցի հրավերն ընդունելու համար։ Ձեզ եմ շնորհակալ սիրով։ Տիկին Ադանալյանը օրերս ձեր Facebook-յան էջում անդրադարձել եք այն հանգամանքին, որ քննչական կոմիտեից անհետացել են իրեղեն ապացույցներ, կխնդրեմ առավել մանրամասն ներկայացնեք, ինչ է տեղի ունեցել եւ ձեր խնդիրը բարձրաձայնեք։ Քննչական կոմիտեում տեղի ունեցած այդ իրավիճակը, ինչի մասին քիչ առաջ դուք նշեցիք, ինձ համար ճիշտ ասած այդքան էլ զարմանալի չէր։ Առավել եւս խոսքը վերաբերում է մոտ 590,000, եթե չեմ սխալվում, չկան, գիտեմ ճիշտ եմ ասում, չէ, դոլարում արժողությամբ գումարի մասին է, եւ տվյալ դեպքում ակնհայտ է, որ եթե այստեղ այս ուժային կառույցում տեղի ունենում նման չափերի արտառոց տեսակի կողություն, ես կարծում եմ, որ սա իմ սուբյեկտիվ գնահատման պրոֆեսիոնալ գողություն է, որովհետև այստեղ աշխատող աշխատակիցները, ծառայակիցները, ովքեր հայտնաբերում են հանցագործություններ տարբեր տեսակի, տարբեր բնույթի եւ այլն եւ ներկայանում են այս երկրին, այս մեր հանրապետությանը, մեր ժողովրդին, մեր ազգաբնակչությանը որպես հուսալի կառույց, որը կարող է ինչ-ինչ հարցեր լուծել եւ բացահայտել հանցագործությունները, հիմա իջել այն մակարդակին, որ մեկներ պետքա որ իրենց ներսում տեղի ունեցած հանցագործությունը բացահայտի, ինչը ուղղակի զավեշտ է։ Սակայն ինչի համար նշեցի, չեմ զարմանում, որովհետեւ այսօր քննչական կոմիտեի քննիչները իրենք ընդունակ են հենց թեփքի վայրից գողություն կատարելու, օրինակ մասնավորապես, ինչպես գիտեք, իմ որդու սպանության գործը տարիներ շարունակ բարձրաձայնվում է, մինչև օրս Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քննությունը առնվում 10 տարի, սա ուղղակի բերանով ասելն է հեշտ, եւ մինչև օրս դատապարտված անձինք չկան, սպանությունը խմբակային է եւ ես դա ներկայացնում եմ ըստ գործինյութերի, ըստ փաստական հանգամանքների, ոչ թե որպես մայր կամ որպես իրավապաշտպան կարծիքը չի սա, սրանք բխում են քրեական գործինյութերից եւ կար ընդամենը մեկ կալանավորված անձ, մեկ ամբաստանյան, ում վաղուց արդեն մոտ 3 տարի է գրավի դիմաց ազատ են արձակել եւ ներկա պահին մակագրվել է մեկ այլ դատավորի, նորանշանակ դատավոր է Հովհաննես Սաֆարյան։ Եվ հիմա 10-րդ տարին է պիտի այս դատավորը զրոյից սկսի քննել, ինչը շատ մեծ վտանգ է իրանից ներկայացնում, քանի որ գիտեք, բահեմության ժամկետները քրեական պատասխանատվության վրա հասնելու վտանգ կա, բայց մինչև այս ինչի համար նշեցի այս հանգամանքը, որովհետեւ սա խստորեն եւ հիմնավոր փոխկապակցված է քննչական մարմնի, նախաքննական մարմնի գործողությունների հետ, որովհետև հենց նախաքննական մարմինն է կոծել խմբակային սպանությունը եւ դրա համար այսօր դատարանում ստեղծվել է այս իրավիճակը եւ քանի որ այստեղ ակնհայտ է դատախազության ներկայացվածությունը, դատախազության կամքը, բնականաբար այս հարցի լուծումը վերջնական իր հանգրվանը կարող է գտնել բացառապես դատախազության կամքով։ Հիմա նշեմ այդ կողության մասին եւ ինչի համար նշեցի, դեպքի վայրից է անմիջապես կողություն կատարվում, օրինակ որդու սպանության դեպքի օրը քննիչները, փորձագետները եւ այլն ահազանգի կապակցությամբ ներկայացել են դեպքի վայր, անմիջապես դեպքի վայրում ես ես կարող եմ ցույց տալ այդ իրեղեն ապացույցը, սա իրեղեն ապացույց է, կոնկրետ դեպքի վայրից արգրաված, վերցված իրեղեն ապացույց, ռետինե ծածկոց է, այրան առատ ինտենսիվ հետքերով, պատկերացնում եք ինչպիսի կարևոր նշանակություն ունեցող իրեղեն ապացույց է, այս լուսանկարը առկա է նաև քննչական կոմիտեի կայքում եւ այս իրեղեն ապացույցը քրեական գործից դեպքի վայրից գողացվել է։ Երբևիցե սա չի եղել իրեղեն ապացույցների շարքում, բայց լուսանկարը փաստում է եւ սա տանկույք է։ Իրականում ես ճանաչել եմ սա իմ գույքն է, քանի որ սպանությունը եղել է տանը եւ հիմա գողացել են դեպքի վայրից։ Նախաքննությունը այս գործի իրականացրել է Շիրակի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Հրաչյա Սամվելի Առաքելյանը։ Ներկայանալով դեպքի վայր, սկսելով քննչական գործողությունները, փաստորեն Հրաչյա Առաքելյանը դեպքի վայրից վերցրել է, եւ ես կարող եմ վստահաբար նշել, որ գողացել է իրեղեն ապացույց։ Ինչը ենթադրում է, որ այս իրեղեն ապացույցը ունեցել է խիստ կարևոր նշանակություն, այլապես վերջինը չէր քննարկել քայլին։ Բացի այդ, դեպքի վայրից Հրաչյա Առաքելյանը մեր ներկայությամբ անմիջապես իմ աչքի առաջ դեպքի վայրից վերցրել է նմանատիպ գործողությամբ, գողություն բնութագրող գործողությամբ
չորացրած զանգված, թմրանյութի նմանվող զգալի քանակությամբ չորացրած զանգված, թե ում է պատկանել, ով է բերել, ինչպես է հայտնվել դեպքի վայրում եւ ինչու հանկարծ Հրաչ Առաքելյանը վերցրեց դա եւ այն էր որտեղից մեր տան, մեր անձնական իրերի ճամպրուկից, այդ ճամպրուկի արտաքին գրբանի շղթան բացելով, լրագրաթերթի մեջ փաթեթավորած, հանեց եւ դա քանդվեց, մի քիչ թափվեց։ Եվ նա փչերով թափված մասը հեռացրեց, մյուսները հավաքեց, առավ տարավ իր հետ եւ ցուցմունքներ տալու ժամանակ ես այս քննիչին, այս գողությունը կատարած քննիչին առերես ասել եմ Հրաչ Առաքելյան, դու մեր տնից դեպքի գիշերը չորացրած զանգված տարար քո հետ, ինչ եղավ այդ զանգվածը, դա թմրանյութ էր։ Հրաչ Առաքելյանը չի պատասխանել իմ հարցին, այսինքն ես առերես իշտեմ ցուցմունք եմ տվել դեպքի վայրից նախ թմրանյութը թաքցնելու, այնուհետև որպես իրեղեն ապացույց դեպքի վայրից գողանալու մասին։ Այդ փաստը ամրագրված է քրեական գործում, այս մասին բոլորը գիտեն եւ Հրաչ Առաքելյանը 10 տարի լուր է եւ չի ասում, թե ինչի է թմրանյութ տարել, ինչու է գողացել եւ այդ գողությունը ինչ արժի։ Դրանից հետո, երբ նախաքննությունն ավարտվել է, գործը գնացել է արդեն դատարան, 15 թվին գործը դատարան է գնացել, տեսեք հիմա 25 թվականն է, 10 տարիա գործը դատարանում է, ինչպես քիչ առաջ նշեցի, դատարանում առկա են արդեն փաթեթավորված այն իրեղեն ապացույցները, որոնք դեպքի վայրից չի գողացել Հրաչ Առաքելյանը, այլ դրանք ինքը նախատեսել է, որպեսզի պիտի ուղարկվեն դրանք փորձաքննության։ Որոշում է կայացրել փորձաքննություն է նշանակելու մասին տարբեր տեսակի, տարբեր բնույթի եւ համանիր փորձաքննություններ, մատնադրոշմային, տատահետկաբանական, տատամանրաթելային, ինչևէ, չծանրաբեռնեմ ձեր եթերը, այն բոլոր փորձաքննությունները, որոնք նախատեսված են եւ առհասարակ իրականացում են քրեական գործերով։ Առանձնապես ծանր հանցագործությունը երիտասարդ 25 տարեկան տղային սպանել, շարժարետը կոծկված է սպանության որդուս եւ դա խորը կասկածներ է եւս առաջացնում, ինչ որ Արտյոմիկ եւ Արտուրիկ ասելու հետ կապված, սակայն դա այդպես չէ եւ նորից գործի նյութերի եւ այս գործի խիստ հիմնավոր կասկածներով եմ ասում կոռումպացված լինելու այս գործի տիրոջ կողմից այս գործի հետագան կանխամտածված ելքը նախատեսած լինելու հիմքերով այս գործը ցկցկվում է եւ իրեղեն ապացույցների հետ ոչ միայն սրանց այլ հանգամանքներով եւս ակնհայտ երևում է որ այս գործով շարունակաբար տանում են ոչ տրամաբանական հանգուցալուծման ոչ օբյեկտիվ հանգուցալուծման հիմա այս իրեղեն ապացույցները որոնք Հրաչ Առաքելյանը ուղարկել է փորձաքննությունից հետ է եկել նախաձեռնողին, այսինքն Հրաչ Առաքելյանին։ Իրեղեն ապացույցները, երբ նախաքննությունն ավարտվել է, բոլորը գիտեն, որ իրեղեն ապացույցները հանդիսանում են քրեական գործի բաղկացուցիչ անբաժանելի մասը։ Ուղարկվել է գործի նյութերի դատարան։ Դատարանում 15 թվականին, երբ արդեն սկսվել է դատաքննությունը, այս առաջին դատաքննությունը ամբողջապես դատավոր Աշոտ Մանուկյանն է եղել Շիրակի մարզի դատարան, ում ձեռքով առաջինը եւ այդ խեղաթյուրվեց այս գործը, հենց առաջին ձեռներով փորձեց այս գործի ճակատագիրն ու ապական լուծել եւ մինչեւ այսօր այս վիճակի մեջ է այս գործը, նա հրաժարվեց հետազոտել իրեղեն ապացույցները։ Ես հետագայում հասկացա, թե ինչու, որովհետեւ ով է տեսել սպանության գործով չհետազոտվեն իրեղեն ապացույցները, այդ թվում նաեւ տղայիս հակուսները, սպանության ժամանակ հագին եղած հակուսները չի հետազոտվել։ Հիմա Տիկին Ադանալյան, կնշեք թե որն է պատճառը, որ ահա այսօր չի բացահայտվել, 10 տարի է անցել եւ արդեն ինչպես նշեցիք, վաղեմության ժամկետ լրանալու խնդիր կա նաեւ, ինչու չի բացահայտվում, դուք ունեք այս պատասխանը։ Այո, ես ունեմ այս պատասխանը, որովհետեւ որդուս վնասվածքները հասցվել է խմբի կողմից, այն անձը Մեղադրյալ Արթուր Սաշայի Մարտիրոսյանը, Գյումրի քաղաքի բնակիչ, ում մեղսագրվել է այս արարքը, նա մենակ չի կատարել Արտյոմի սպանությունը, կատարվել է խմբի կողմից։ Այսինքն Արտյոմի մարմնական վնասվածքները դատաբժշկական փորձաքննությամբ նշվել է թվով 2-ը, սրտի եւ թոքի շրջանում հասցված վնասվածքներ, սակայն հակուսները չթողեց հետազոտեինք, որովհետեւ հակուսների վրա հետագայում ես հիմա կանդրադառնամ, երբ հետագայում ենք հետազոտել, պարզվել է Արտյոմի հակուսների վրա կան թվով 20 կտրած ծակած վնասվածքներ։ Այսինքն այս Աշոտ Մանուկյանը երբ թույլ չտվեց հետազոտեինք, նա նախատեսել էր, որպեսզի ավելի մեղմ
պատժաչափ, հա, նշանակ էր այս ամբաստանյալի նկատմամբ եւ տվեց 11 տարվա պատիժ ազատազրկման ձևով։ Հետագայում վերաքննիչ դատարանում այս փաստերը վկայակոչվել են, բեկանվել է այս որոշումը, հետ է եկել նորից առաջին այցյալի դատարան եւ մենք ասել ենք պիտի առաջինը հետազոտենք իրեղեն ապացույցները։ Իրեղեն ապացույցները հետազոտել ենք, դա արդեն 19 թվականն է։ 15-ից 18-ը վարույթն իրականացրել է Աշոտ Մանուկյանը։ 19 թվականի սկզբին, երբ վերաքննիչ դատարանը այո մեր բողոք ամբողջությամբ բավարարելով հետ ուղարկեց եւ հետազոտեցինք իրեղեն ապացույցները, մենք հայտնաբերեցինք, որ տղայի հապուսների վրա թվով 20 վնասվածքներ կան։ Դա տեսել են դատավարական կողմերը, դա տեսել է մեղադրող դատախազը, դա տեսել է դատարանը, բոլորս միասին հաշվել ենք, բոլորս միասին արձանագրել ենք, կան նաեւ էլեկտրոնային արձանագրության դատական նիստերի, ինչպես սովորաբար արվում է։ Մենք ես հասկացա, թե ինչի համար չէ հետազոտվել, որտեղ դատավոր Աշոտ Մանուկյանը որոշել էր 11 տարվա պատիժ նախատեսել, մինչդեռ կատարվել է խմբակային սպանություն։ Դրանից հետո արդեն ակնհայտ էր դարձել, որ դատաբժշկական եզրակացությունը ակնհայտ կեղծ է, արժանահավատ չէ։ Բացակայում են դիակի ֆոտոլուսանկարները, ցանկացած բարձր իրավագիտակցություն ունեցողանց, անգամ չունեցողանց շատ լավ պատկերացնում է, թե ինչպես կարող է բռնի մահվան դեպքով գոյություն չունենալ դիակի լուսանկարներ։ Ցանկացած հետիոտնային ինչ-որ վթարի եւ այլ երևույթների դեպքում անմիջապես սահմանազատում են, անմիջապես լուսանկարում են, գոյություն չունի որևէ փաստական տվյալ եւ արդեն այս ամեն ինչը հարմարեցված էր դատաբժշկական եզրակացության հետ։ Հիմա ամենասարսափելի պահը ես ձեզ ներկայացնեմ, որ հետազոտելիս իրեղեն ապացույցները մենք հայտնաբերեցինք ոչ միայն Արտյոմի մարմնական վնասվածքների եւ հագուստների վրա առկա վնասվածքների տարբերությունը, մենք տեսանք, որ գործից բացակայում են իրեղեն ապացույցներ։ Բացի սրանից դեպքի վայրից գողացած իրեղեն ապացույցներից պարզվեց, որ հետ եկած փորձակնությունից հետ եկած փաթեթավորված իրեղեն ապացույցները հանվել է իրեղեն ապացույցների փաթեթների միջից։ Այսինքն գողացել են արդեն իրեղեն ապացույց ճանաչված փաթեթները։ Սա ով կարող էր անել, ով իրավասություն ուներ, ով լիազորված էր, ում հասանելի էին այս իրեղեն ապացույցները։ Բնականաբար դա ես չէի կարող լինել, մեկ այլանց չէր կարող լինել, բացի վարույթն իրականացնող մարմնից։ Վարույթն իրականացրել է քննիչ Հրաչյա Առաքելյանը։ Թվով 8 իրեղեն ապացույցներ հիմա մենք չունենք գործում։ 10 տարի է, 20 տարի է, ինչ ուզում ա քննեն, թվով 8 իրեղեն ապացույցներ, որոնք իրենց վրա կրում են արյան հետքեր, այդ իրեղեն ապացույցների ճակատագրի մասին տեղեկություն չկա։ Մեղադրողը տեսնում է դատարանում, որ չկան իրեղեն ապացույցները, ես հաղորդում եմ տալիս հանցագործության մասին, հիմա քրեական վարույթ է նախաձեռնվել, չեն գտել իրեղեն ապացույց, չկա, չգիտեն, դատարանն ասում է մեզ չեք բերել, քննիչն ասում է ես բերել եմ։ Այսպիսի բան է սկսվել, հա, իրար հետևից։ Հիմա հետո ամենակարևոր պահը աննշան, այս քրեական վարույթը իրականացվել է հակակոռուպցիոն կոմիտեում Բագրատ Ադամյան տվյալներով քննիչի կողմից, որպեսզի ապացուցվի, որ ես ճիշտ եմ, թվով 8 իրեղեն ապացույցներ իրոք չկան փաթեթների միջից, դատարանում իրեղեն ապացույցների պահման վայր կա, գիտեք, եւ այդ պահման վայրը ինքը վերցրել այս Հրաչ Առաքելյանին, ով արդեն գործով կասկածյալ է անցնում, գնացել է, որպեսզի գտնի իրեղեն ապացույցները կա թե չկա, ես ճիշտ եմ թե ճիշտ չեմ։ Եվ իրենցից հետո, երբ նորից է նշանակվել փորձաքննություն, հայտնաբերվել է, որ Արտյոմի սպիտակ մայկայի վրա սրտի հատվածում անմիջապես հանցագործության հետքի վրա կատարվել է արտաքին միջամտություն։ Սա ով կարող էր անել։ Բնականաբար հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը, ով քննել է Հրաչյա Առաքելյանի վերաբերյալ գործը, երկուսով գնացել են իրեղեն ապացույցների հայտնաբերման, հա, պատրվակով եւ կրկին անգամ ազդեցություն են գործել հանցագործության հետքերի վրա։ Այս առիթով եւս կա քրեական գործառույթ եւ բոլորը մեռած վիճակի մեջ են։ Ուզում եմ ասել, որ այս գողությունը, որ քննչական կոմիտեում տեղի է ունեցել, սա իրենց պրոֆեսիոնալ գող լինելու մասին է ապացուցում։ Իրենք ինչպես որ պրոֆեսիոնալ ձևով կարող են քողարկել, պաշտպանության տակ առնել առանձնապես ծանր հանցագործություն կատարած անձին, այդպես պրոֆեսիոնալ գողեր են իրենք։ Սա իմ կարծիքն է, եւ ես այդ ամեն ինչը ասում եմ այս ներկայացած փաստերի հիմքով։ Դեպքի վայրից գողություն, իրեղեն ապացույցների փաթեթներից գողություն։ Հիմա այս նշածս Հրաչյա Առաքելյանը գիտեք որտեղ աշխատում։ Լավ հանցագործություն արած անձը սովորաբար խրախուսվում է ոչ միայն ֆինանսական միջոցներով, այլև ուսադիրների վրա աստղեր են ավելանում, պաշտոնի բարձրացում ալինում։ Հիմա այս վարչությունից ԿԿ-իս տնտեսական հանցագործությունների մաքսանենգությունների քննության վարչության պետի տեղականն է Հրաչյա Առաքելյանը։ Այսինքն այնտեղ որտեղ տեղի է ունեցել այս գողությունը։ Ես կարծում եմ, որ
միգուցե Հրաչյա Առաքելյանին հարցաքննի Արթուր Պողոսյանը հարգարժան, որովհետև ինչպես ներկայացրեցի, Հրաչյա Առաքելյանը ինքը սովոր է, ճանապարհով ինքը անցել է, թող մի հատ էլ պետի տեղակալ է, վաղը մյուսուր կարա պետ դառնա։ Թող հարցաքննեն նաև Հրաչյա Առաքելյանին։ Այս գողությունը, ուզում եմ ասեմ, եթե իրեղեն ապացույցի գողությունը արժեք է իրանից ներկայացում, այս իրեղեն ապացույցը որ տարել է, ինչքան գումարի դիմացա տարել, սա գոյություն են ստից ինքը չի տարել իրատում, որ տանի պահի, ինչ-որ բան է թաքցրել, ինչ-որ մեկի այլունն է եղել սրա վրա, ինչ-որ կարևոր հանգամանք է թաքցրել, իսկ գործից իրեղեն ապացույց գողանալը երևի $590,000 շատ ավելին արժի, որովհետև առանձնապես ծանր հանցագործություն, խմբակային հանցագործություն, որը ենթադրում է ՑՄՏ պատիժ դատապարտության ազատազրկման, սա չի կարող լինել էժան, սա ենթադրում է խոշոր չափերի գումար։ Հիմա վերջում կխնդրեմ ամփոփ ներկայացնեք, թե որոնք են լինելու ձեր հետագա քայլերը եւ ինչ սպասելիքներ ունեք Շիրակի մարզային քննչական կոմիտեից։ Տեսեք, վերջերս կարծում եմ այս գողությունից առաջ Արթուր Պողոսյանը ինչ-որ խորհրդակցություններ էր անցկացրել Շիրակի մարզային քննչական վարչությունում, թվեր ու ցուցանիշներ էր ներկայացրել, թե ինչեր են արել, ինչ գործեր են քննել ուղարկի դատարան։ Սա ուղղակի դեկորատիվ տպավորություն է թողնում մարդկանց վրա, որովհետև տվյալ անձը շատ լավ գիտի, որ Շիրակի մարզային քննչական վարչությունում էլի առանձնապես ծանր հանցագործություն կա, որ 9 տարի է քննության առնվում։ Հետևաբար այս ամեն ինչը իրանց շատ սազական, իրանց շատ հարմար, իրենց հետ շատ ներդաշնակ իրավիճակ է տեղի ունեցել, եւ հիմա տղայիս գործը քանի որ դատարանում է, գիտեք վերջերս Արտուշ Գաբրիելյանի հետ կապված կաշառքի գործով եւ այլն, եթե 10 տարի ցկցկվել է, էս էլ է իրանից կաշառքի ենթադրում։ Սա գեղեցիկ աչքերի համար չի արվել։ Պարբերաբար դատավորներ են փոխվել։ Իսկ Շիրակի մարզի դատախազությունը Արմեն Շիչոյանը մասնավորապես թույլ չի տալիս, որ Շիրակի մարզի դատարան եկած նշանակված որևէ դատավոր կարողանա ինքնուրույն անկողմնակալ դատավորի դերում հանդես գալ։ Շատ ներողություն, շատերը գալիս են ու գնում են, իսկ Շիրակի մարզի դատախազությունը, չակեչներով եմ ասում այս բառը, իրանք փչացնում են դատավորներին։ Իրենք չեն թողում, որ եկած դատավորը մասնագիտական աճ ունենա, եկած դատավորը կարողանա գոնե կայանա, կարողանա վստահություն ներշնչի կողմերի նկատմամբ անմիջապես Շիրակի մարզի դատախազությունը այն աստիճանի է կոռումպացված, քննչական մարմինը այն աստիճանի է վերածված շատ ներողություն բարդակի, որ իրենք չեն թողնում ստեղ դատավորներին աշխատեն։ Հիմա ես բացարձակ հույս չունեմ, որ այս Հովհաննես Սաֆարյան դատավորին կթողնեմ, որ գոնե ինքը այս տակը մնացած 3 տարում կարողանա օբյեկտիվ քննություն նշանակել։ Իրենք չեն թողնում, իրենք փչացնում են բոլոր դատավորներին։ Հիմա դատաքննությունը ցույց կտա, որ անձը, բայց ամբողջ մտահոգությունը այն է, որ գործից իրեղեն ապացույցներ են բացակայում, դատավորներն մտահոգված է, որ այս կարգի բաները չքննարկվեն, չվերլուծվեն, ինքը երկու ամսա դատավորը արդեն հոգնել է այս գործից։ Տեսանք ինչ կլինի, ամեն ինչ դատաքննությունը ցույց կտա։ Շնորհակալ ենք։ Ես եմ շնորհակալ։ Արգելի հետևորդներ, հիշեցնենք, որ մենք զրուցում ենք կյանքի իրավունք հասարակական կազմակերպության նախագահ իրավապաշտպան Ռուզան Ադանալյանի հետ։